Մենք հաղթանակած էինք, բայց արզգային արժանապատվությանը կպնելը ամենից մեծ սխալն է։ Եվ նույնիսկ կրկնեմ, մենք հաղթանակած ժամանակ երբեք չեմ ասել նոր պատերազմ, նոր տարածքներ, այս իշխանության պաշտոնյաներն էին նման կարգի հայտարարություններ անում։ Վարչապետն էր ասում, ինչ որ բաներ կասեմ, կկազմաքանդվի Ադրբեջանը ամպագորգոր հիմարություններ էին դուրս տալիս։ Եվ այդ հիմարությունները ուղղակի հրահրվեց պատերազմը։ Դուք ասացիք, որ 18 թվի աղետների պատասխանատուներին դուք պատժելու եք, կցանկանայի իմանալ 21 թվին ես ծանոթներ ունեմ, որ նույնպես նորից ընտրել են մեր այսօրվա իշխանություններին։ Դուք նրանց էլ եք պատժելու։ Չէ, խոսքը գնում է ուղղակի պատասխանատուների մասին։ 18 թվականին մարդկանց մոտ իսկապես կար ոգևորություն։ Ենթադրում եմ, որ կար նաև փոփոխությունների մեծ սպասելիք, մեղադրել ժողովրդին դրա մեջ ուղղակի անհետեցություն կրնի։ Խոսքը գնում է այն մարդկանց մասին, որոնք որոշումներ են կայացնում, սխալ որոշումներ են կայացնել կամ մտածված այնպիսի որոշումներ են կայացնել, որոնց պատճառով մենք ունեցանք պատերազմ, պարտվեցինք այդ պատերազմում եւ հետո հանձնեցինք Արցախը։ Սա կոնկրետ մի շատ փոքր խմբակ է։ Կոնկրետ փոքր խմբակ։ Սրանք պետք է պատասխան տան։ Մարդկանց հետ շփվելուց այս նախադասությունը շատ հաճախ է, որ եթե սրանք մնացին, երկրից գնալու ենք։ Նախ հենց անմիջապես ասում ենք, որ եթե սրանք մնալ չկա, այդ նախադասությունը այլևս մի արտասանեք, որովհետև սրանք չեն մնալու։ Հայրենիքը մեր ծնողն է ու հավաքվել ենք բոլորս, որ կարողանանք բուժել, որովհետև այս 7-8 տարիներին շատ վատ հիվանդությունով է վարակվել։ Հիմա ինչ անենք, մեր ծնողին հիվանդ վիճակում թողենք գնանք, վստահ եմ, որ անկախ քաղաքական ռեժիմից երբեք պետք չի նեղանալ հայրենիքից ու փորձել ապրել հայրենիքից հեռու։